Պարոն Առաքելյան, դուք ասեմ ձեզ, մեր ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները, իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ անպայման այդ մասին բոլորի այսպես ծածուկ չէ, բարձրաձայն, նաև հայտարարությամբ ելույթ կգամ, մինչև ինձ հայտարարությամբ նաև ելույթ կգա Գյումրու քաղաքապետը այնտեղից եւ անպայման կիմանաք։ Իմ ցանկությունը միակն է, որ Հայաստանի Հանրապետությունը րոպե առաջ, օր առաջ միասնական դառնա, ուժեղ դառնա եւ հզոր դառնա։ Դա է այդ ցանկությունները, ասեմ, քաղաքական դաշտի ցանկությունները պետք է ուղղված, միտված պետք է լինեն միայն ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը։ Չպետք է անձի բարեկեցության կամ չգիտեմ կոմֆորտին ուղղված լինի։ Դրա համար ես ժամանակ ունեմ կպատասխանամ անպայման ասելու եմ, ասեմ ձեզ։ Ուրեմն գաղտակողին ոչինչ չենք արել, չենք անելու, ինչ որ անելու ենք, ի ցույց Հայաստանի Հանրապետության առաջնահերթ Գյումրու քաղաքի շահերից բխելով ելնելով ենք անելու ամեն ինչ եւ կհայտարարեմ։ Ժամանակ դեռ կան։ Հիմա այդ միասնականությունը իրենից ինչ է ընդհանրում, որ դուք հիմա որոշեք գնաք։ Այսինքն այստեղ այլ հարցերով էլ է պայմանավորված։ Ինչ հարցեր կան, որոնց սպասում եք Չէ, ուրիշ հարցի պատասխանեցի։ Կոնկրետ ասեցի կոմֆորտից ելնելով չէ, մանդատի վերցնելը, ասեցի կոմֆորտից ելնելով չէ, մեր նպատակն է միակն է, ոչ թե մանդատը կամ քաղաքապետի պաշտոնը կամ այլ նախարարի պաշտոնը, այլ ասեմ Հայաստանի Հանրապետության հզորացմանը ուժեղ Հայաստանի Հանրապետություն ունենալն է։ Դե ես ասեցի պատասխան։ Կրկնում։ Ոչ, չի եղել այդպիսի բաներ, իսկ մնացածը կարող եք ուղղել համապատասխան խմբակցությանը հարցերը։ Պատասխանել եմ արդեն հարցը։ Այդ հարց ոչ դա էլ չի եղել։ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն Գյումրիում։ Այս առումով ինչ տեսակետ ունեք եւ արդյոք մտահոգություն չունեք, որ հենց այդ արտահերթ ընտրությունները լինելու պարագայում դուք ոչ քաղաքապետարանում կկարողանաք պահպանել ձեր մանդատները եւ ոչ էլ կկարողանաք օրինակ ազգային ժողովում այդ մանդատը ունենալ, եթե օրինակ հրաժարվեք մանդատից։ Ճիշտն ասած մեխանիզմները մինչև հիմա մենք չենք պատկերացնում, թե ոնց կարող են 30,000 եւ ավելի քվե ստացած քաղաքական ուժերին եւ քաղաքացիների քվեները հաշվի չառնեն եւ ինչ որ փոփոխություններ կատարեն Գյումրու քաղաքում, որոշակի ինչ որ տեղեկություններով այդ հայտարարեցի ավականու նիստին էլ, որ ուզում են ինչ որ վարչական համայնք միացնեն եւ այլն եւ հայտարարել եմ, որ դա անընդունելի կլինի քաղաքի համար, հետո էլ այսպես ասեմ, եթե ավելի խորը գնան ընտրությունների տանեն, կարծում եմ, որ համապետական եւ քաղաքային ընտրությունները երբեք ու երբեք չպետք է շփոթել իրար հետ, որովհետեւ միշտ էլ քաղաքի ընտրությունները ավելի ուրիշ արդյունքներ ցույց տալիս, քան համապետական ընտրությունները։ Օրինակ ԿՊ-ի տապալում է արդեն երկրորդ անգամ, եթե չեմ սխալվում, դա չի հուշում, որ իրենց համար կարող է խնդիր չլինել, օրինակ մի ընդդիմադրի հետ կապված ինչ որ խնդիրներ ստեղծել ու մշտապես տապալել ընտրությունը, քվորումը կներեք։ Հնարավոր կարող են անել այդպիսի բաներ։ Դա չի հանգեցնելու հենց արտահերթի։ Դե ըստ երևույթին, եթե ուղղությամբ գնացին, այդ մեթոդներին դիմեցին, ինձ թվում է նորից արդեն Գյումրու քաղաքի քաղաքացիները դրա պատասխանը պետք է տան քվեով։ Ինչ ասեմ, պետական ռեժիմն նոր աշխատում է, ես դրա դեմն ինչ անեմ էլ։ Պարոն Առաքելյան, որոշումը մանդատ որ մանդատն ավելի հակված ավականու Դեռ այդպիսի քննարկումներ չեմ ունեցել պարոն Ուգրասյանի հետ։ Սպասում ենք, տեսնենք ինչին եք սպասում։ ամսու 17-ին, որ կարողանանք արտար վճիռ կայանա եւ պարոն Ուգասյանը գա եւ մասնակցի իր աշխատանքներին։ Պարոն Առաքելյան,
որոշումը մանդատ վերցնել չվերցնելու մասին է, միայն թե օրինակ հնարավոր է որոշում լինի, որ հրաժարվեք եւ ավականու մանդատից եւ նաեւ խորհրդարան չգործուղեք, որովհետեւ դուք ամեն դեպքում խոցելի տեխնացու եք քրեական գործերով անցնող։ Եթե հիմա այստեղ չէ, Այս երկրում անխոցելի մարդ չկա, այրուզներից հետ խոցելի են։ այդ որոշումը քննարկվում Ինձ թվում է ցեզել էին ասել, որ ես չլինեմ վարչապետ, դուք էլ կխոցվեք։ Ձեր հանդեպ հետապնդումներ։ Այս երկրում անխոցելի մարդ չկա, չեմ կարծում դա ինչ որ խոցելություն եւ այլն, դրան ոչ էլ, այսպես ասեմ, մեր ուժի մեջը քննարկումների են անդրադարձել, որովհետեւ մեր ուժի ղեկավարից հետ սկսված, պարոն Սամվել Կարապետյանից հետ այսօր հետապնդման մեջ է գտնվում, անհարգի տնային կալանքի տակ է գտնվում։ Բոլոր ընդդիմադիր ուժերն էլ խոցելի դաշտում են գտնվում։ Այդպես որ այնք ուրեմն ազգային ժողով մարդ չկնա падգամավորություն եւ այսպես կներեք արդայությունս վերշավտալի վարշավտալի եղնի իրենց համար, չէ, չի լինելու այդպես։ Կարող են միանգամից խափանամիջոց ձեր նկատմամբ փոխել եւ տանել կալանքի։ Ազգային ժողովի падգամավորի պարագայում այսինքն եթե նշային դնում ես падգամավորի ստատուս Սատենիկ ջան, ներողություն եմ խնդրում ընդդադելու համար, մի տարուց ավել է տեսել եք, արդեն 9 ամիս է ես կառավարում եմ, այդ քրեական գործերը նոր չէ որ հարուցված են, դատական process-ներում գնում ենք, ոչ մի տեղ, ոչ մի րոպե վախի այդ արդայությունը իմ կողմից չի եղել, հիմա պայքարը հանուն հայրենիքի էր եւ դրան էլ ամեն խոչընդոտներ պետք է լինի։ Եթե մարդ մտնում է այս պայքարի մեջ, պետք է գիտենա, որ եւ վերելքներ կան, եւ վայրեջներ կան, եւ հետապնդումներ կլինեն, եւ հարվածներ կլինեն։ Եթե այդ ամեն ինչը ես էլ ցեզ ասեմ, հասուն մարդ եմ, գիտակցում եմ, ի սկզբանե եմ գիտակցում, այն որ Գյումրու քաղաքապետը 25 թվականին հայտարարություն արեց, ելույթ ունեցավ, որ ինձ կալանավորեն, ինձ փոխարինե Ավետիս Արաքելյան, այդ ամբողջը մենք խոսել էինք, զրուցել էինք, այսպես ասած, ինչ որ վայ ավականի եկան, վայ падգամավորության բան է, վերջտանք ուտպես անուններս գրելով չէ, մենք պատկերացումով ենք գնում, դատողությունով, ամեն ինչով առաջ ենք գնում եւ առաջն ասված կարծում եմ որ մի օր անպայման հայ ժողովուրդը կգա այն մտքին, որ միակ ու միակ փրկությունը իր միասնության մեջ է։ Ստուգումներ են իրականացում քաղաքապետարանում, ինչ ընթացք ունեցավ, որքան Դեռ հրաժարական չեմ հետևել, մի ֆրազի։ որքան տեղյակ եմ, հիմա էլ են այդ ստուգումները ընթանում, Ինչ մի հատ էլ ասել։ ստուգումներ էին, չէ՞, քաղաքապետարանում։ Հա, եկել են տարածքային կառավարման նախարարությունից, կադրային ստուգումները կանցկացվել, Եզրակացությունը ուղղել է մեզ, մենք այդ եզրակացությունը անպայման ուղարկել ենք, թե դեռ չենք ուղարկել խմբակցություններին, կուղարկենք խմբակցություններին, որ խմբակցություններն էլ ծանոթանան, համապատասխան աշխատակազմի բաժնի ղեկավարի հետ քննարկումները կատարենք։ Հիմնականում, եթե չեմ սխալվում, շեշտը ուղղված էր գործակալներին եւ փորձագետներին, ասեմ ձեզ, որ այդ նախկիններից էինք մենք ժառանգել, դեռևս դեկտեմբեր ամսվան 25 թվականի դեկտեմբեր ամսվանից ավականին որոշում կայացրեց, որ հաստիգացուցակները պետք է ավելացվի տարբեր բաժիններում եւ ունենք այդ խնդիրները, մենք աշխատողների խնդիրներ ունենք, մինչև այսօր 7-րդ ամիսն է արդեն լրանում է, մեզ դեռ չեն տվել այդ հաստիգները։ Այ շատ շնորհակալ եմ հարցի համար, հիմա կբարձրացնեմ, թող պարոն նախարարն էլ իմանա տեղյակ լինի, որ տվեք մեր հաստիգները, որ մենք էլ կարողանանք այդ կրճատումները անենք, լրացնենք։ Կոնկրետ մենք 25 թվականից գործել ենք քաղաքի աշխատանքը չպարալիզացնելու համար, դրա համար է այդ գործակալներն ու փորձագետները, ուրիշ ոչ մի բան չկա, այդտեղ չեմ տեսնում։ Հիմնական շեշտադրումը դրա մեջ է, մենք էլ դա կուղենք։ Որ օրը տվեցին մեզ հաստիգները, այդ հաստիգների կարգավորենք ու մնացած դեպետ ասեմ ձեզ փորձագետներ կան, որոնք իրոքից պետք է մնան, որովհետև անհրաժեշտ են այդ մարդկանց գործառույթը հենց բուն փորձագիտական ծառայություն մատուցելն է մեր քաղաքին։ Պարոն Արաքելյան, մի հարց էլ ներկայացնում եք կոմունիստական կուսակցությունը, բայց այս պահին ձեր կրծքին ուժեղ Հայաստանի կրծքանշան։ Առողջություն։ Ինչպես հասկանանք, որ կուսակցություն Ես անկուսակցական եմ, ուժեղ Հայաստանի մեջ էլ ես անկուսակցական եմ, բայց միանշանակ ուժեղ Հայաստան դաշինքի անդամ եմ եւ падգամավորության տեխնացություն եմ առաջադրել։ Ձեր կուսակցությունը իսկ բոլոր անդամներն են
Ինչպես Որտեղ է գնացել։ Իմ մոտ որ չի եղել։ Մամուլում ամենին իմ մոտ որ չի եղել հավատացնում։ Եթե լինի, ապա անպայման մեր մամուլն է կտեղեկացնի։ Ստացել եք ինքնապաշտպանություն։ Ինչպես ասում են, հետևեք բանին, լրահոսին, պաշտոնական լրահոսին։ Ով կարող է ձեզ փոխարինել։ Ոչ, այդպեսի քննարկումներ չեն։ Դուք գաք Ինքնաբացարկներ մյուս խմբակցություններից ստացել եք, որովհետև արդեն ժամանակն է եւ տեղեկություններ կա, որ օրինակ քաղաքացիական պայմանագրից այս կամ այն տեխնացուները վերցնելու են չենք ստացել, դեռ չենք, պարոն Մախասյան, չենք ստացել, չէ, դեռ չի եղել։ Ժամկետները չի լրանում արդեն ստանալու հետ կապված ինքնաբացարկների։ Մինչև օգոստոսի 2-ն է երևի, եթե չէ։ 21։ Հա։ Մինչև ամսի 21-ը կամ պիտի մանդատից հրաժարվի։ Չէ, ամսու 21-ին, եթե չեմ սխալվում, ասեք թե էլ այդ բանը չես կարող ներկայացնել, բայց ամսու 2-ին նոր հրաժարականը կարող ես տաս, մինչև ամսու 2-ը։ Մեկին կարող ես հրաժարական տաս, գնաս արդեն վերջնական վերցնես մանդատը։ 20-ին այդ բանի դիմումը ներկայացնելն է, էլի, որ հրաժարվում ես մանդատի։ 20-ին Ինչ եղավ շների ապաստարանը, մի ապաստարանին չէ, որ չկարողացավ կառուցել։ Ելուխելերցերին թող կան նստեն լսեն, ինչ բարձր ծնային հարցերը։ Երկու նիստե չեն գալիս, չեն ներկայանում։ Ինչ ես արձակարգեմ, ասել եմ բազմիցս, անցած տարվանից այնպես եղավ, որ միդումնավոր, հենց միդումնավոր արդեն կարող եմ բարձրաձայնել, որ միդումնավոր տաբալվեց 128 միլիոն դրամանոց, եթե չեմ շփոթվում, վերջում էլ 4 միլիոն ավելացրեցինք 132 միլիոն դրամանոց շների կացարանի ծրագիրը 5 անգամ մրցույթ ենք ներկայացրել, չի եղել։ Մեր մոտ աշխատանքները գնում են, ասել եմ, որ մեր բյուջեով էսկիզային տարբերակը ներկայացրել եմ, զուտ մի խնդիր կար, եթե չեմ սխալվում, նոտարի հետ որ վերջնական այդ շենքը մեր բալանսի վրա լինի, եւ մենք կհայտարարենք մրցույթ։ Կհայտարարենք շների կացարանին մրցույթ։ Պարոն Արաքելյան, ասեցիք 9 ամիս արդեն դուք եք ղեկավարում Գյումրին, այս ընթացքում ակնհայտ է ձեր եւ իշխանության հակասությունները։ Դուք բյուջեի պետբյուջեից ստացող գումարների խնդիր ունեցել եք, օրինակ Գյումրին ունեցել է երբևէ այս ամիսների ընթացքում խնդիրներ։ Դոտացիայի հետ կապված, չէ, որևէ ծրագրի հետաձգում։ Չէ, դոտացիայի հետ կապված խնդիրներ չենք ունեցել։ Խնդիրները կապված է որոշումների հետ, բազմիցս ասել եմ, սոցիալական այդ դրամական օգնությունները, հետո աջուշտային այս կարգի փոփոխությունը, որը մեզ շատ հետ գցեց, էլեկտրոնային տարավ, խոչընդոտ է նաև այդ գնահատումները, գույքի, հողի, որովհետև մրցույթներ ես հայտարարում, մասնակցում են չափագրությունների մրցույթները, տարբեր մարդիկ են մասնակցում, մարդ կա, որ Իջևանից մասնակցել է չափագրության մրցույթների, այսօր այդ մարդը գտնվում է տնային կառույցի տակ, հիմա փորձում ենք մենք հասկանանք ինչը պետք է ասեցին, հասկացեք ժամանակային հատվածներով այնպիսի ժամանակի, որ ինչ որ մրցույթ կասեցնում ես, հիմքը դնում ես, որ այդ մարդը չի կարող եւ այլն, ինչ որ հանգամանքներից ելնելով, process-ը սկսվում է 20 օրյա, եթե չեմ սխալվում, ժամկետ, դա ժամկետը պետք է անցնի, դրանից հետո մրցույթ պետք է հայտարարվի։ Մրցույթը հայտարարեցիր հրատապով, եթե հասցրիր, կետերը կան 7 օրվա լավ, չէ, ուրեմն էլի 10 օրվա պարաբուր, 20 օր եւ այլն, մեկ էլ տեսնում ես, որ տարին կես է գնում։ Այդպիսի մեխանիզմները պետք է ավելի հեշտացվի։ Հետո առաջներում, եթե չեմ սխալվում, տես այդ բանը համակարգը ավելի լավ է, որ 3 անգամ մրցույթ ես հայտարարում ու մրցույթը չի կայանում, կարող ես ուղիղ արդեն պայմանագիր կնքես շինարարի հետ։ Տես որ այդ շների կացարանից էս բուն օրինակ, եթե մենք այդպիսի կարգը ունենայինք, այդպիսի կառավարության որոշումը ունենայինք, արդեն ինչ լինի, այսպես ասած, մի գլխի շինարար կգտնենք եւ իր այդ ուղիղ պայմանագիր կնքենք եւ սկսենք, որ եկեք կատարեք այդ աշխատանքը։ Այն բաներ կան, որ անում են իշխանությունները, չգիտեմ արդեն ով է ինչ ուղղություն ցույց տալիս։ Այդպիսի բաներ պետք է քննարկվի համ մարզպետարանների հետ, համ առաջնակարգ համայնքների եւ քաղաքապետարանների հետ։ Բարձ օրինակ բերեմ, առաջնացված տեսնենք, ես էլ չլինեմ, մեր ուժն էլ որ ներկայացավ, այստեղից շատ բաներ կան, օրենսդրական փոփոխություններ։
սեփական հողի վրա աբորինի շինարարություն կատարելը կտուգանվի 700,000-ից սկսած մինչև միլիոններ, քաղաքային, համայնքային հողի վրա աբորինի շինարարությունը 200,000 դրամ։ Աբսուրդ է, սխալ է, պետք է փոփոխությունները այդպես լինեն, որ քաղաքացին հասկանա, որ չի կարելի քաղաքային հողի վրա աբորինի շինարարություն կատարել։ Դա ավելի հասկաբաշխական գումարների անդամ է։ Ձեր նշանակման վերաբերյալ ասացիք, որ դա երկար քննարկումների արդյունք է եղել, տրամաբանական է եղել այդ քայլերը։ Ես հիշում եմ նաև պարոն Ղուկասյանը մեծ այդ զրույցի ժամանակ նշեց, որ վստահելի մարդ պետք է նշանակվի առաջին քաղաքապետ եւ հենց այդ պաշտոնն է, որ չի զիջելու։ Հիմա դուք նշում եք, որ ամսի 17-ի որոշմանն եք սպասելու, դատարանի որոշմանը, այն դատարանի, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ չկա որևէ մի դատավոր, որ իր ասածը չանի, եւ մի դատարանի որոշմանն եք սպասում եւ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները տասնամյակներով ճաղերի ետևում են լինելու։ Դուք դատարանից ինչ ակնկալիքներ եւ սպասելիքներ։ Ճիշտ ասած չեմ ուզում մեկնաբանել այդ, որովհետեւ չգիտեմ։ Դա հանրությանն է ուղված։ Հավատացեք, այդ խոսքերը ուղված են հանրությունը հանրային կարծիք պետք է ձևավորվի դրա համար։ Իմ կարծիքով չէ, այսպես ասեմ, մյուսի կարծիքով չէ, մյուս քաղաքական գործիչի կարծիքով չէ։ Պետք է հանրությունը, հասարակությունը հասկանա, արդյոք ինքը ցանկություն ունի այդպիսի իրականության մեջ ապրի։ Դրա համար էլ չեմ ուզում մեկնաբանել։ Այդուհանդերձ ազատ է արձակվելու Նիկոլ Փաշինյանի Չգիտեմ, ես այդպիսի բաներ չասեցի։ Ես ասեցի, չեմ մեկնաբանում այդ որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ իմ վերլուծություններով եւ ամբողջ դատական process-ների մասնակից լինելով հանդերձ գտնում եմ, որ դատարանը այլևս էլ հիմքեր չունի։ Մինչև էլ չուներ հիմքեր, հիմա առավել եւս չունի։ Սպառվել են այն ամեն ինչը, ինչ որ մեկնաբանել են։ Ես դա եմ, որպես իրավաբան եմ ես հիմա խոսում, այդ ամեն ինչի հետևելով, վերլուծելով։ Այսինքն քաղաքական որևէ պայմանավորվածություն չկա այդ ամեն ինչի հիմքում Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ազատ արժեք։ Ինչ կարող է լինի։ Քաղաքական պայմանավորվածություն ունենայինք 9 ամիս առաջ կենայինք, չի մի կեն։ Ով ասեց։ Դուք ինչ գիտեք։ Հիմա եղել է չի ստացվել։ Ուրեմն Գյումրու քաղաքապետին չգիտեմ, դուք հաստատ ավելի լավ կճանաչեք, գիտեք թե ինչ բնավորության տեր մարդ է, ինչպիսի տեսակետներ ունի, ինչպիսի դիրքորոշումներ ունի, միանշանակ ձեզ ասում եմ, չկա այդպիսի բաներ։ Ես զուտ հիմնվում եմ իմ խոսքերին, նորից եմ կրկնվում իրավական գնահատականների վրա, իրավական վերլուծություններով են այդ հայտարարությունները դրա հիման վրա է։ Միանշանակ չի կարող ուրիշ բան լինել դրա տակ։ Միլիարդանոց ծրագիր ներկայացվեց սուբվենցիոնի։ Եթե հիմի ասում եք բնակարանաշինության հետ կապված դեռ սուբվենցիոն ծրագիրը չի հաստատվել, ինչ ակնկալիք ունեք, որ այս ծրագիրը Չէ, ուրեմն ասեմ ձեզ, մենք մեր աշխատանքներն ենք ցույց տալիս, որ անպայման միշտ ինչ եկել ենք 25 թվականից օգտվել ենք սուբվենցիան ծրագրերից եւ շարունակում ենք օգտվել։ Այսօրվա ավականու որոշումն էլ դա է հաստատում, որ ընդհակառակը մենք ծավալներն ենք մեծացնում եւ պատրաստ ենք համագործակցել աշխատել։ Ոչ մի խնդիր չունենք սուբվենցիոն ծրագրերից չօգտվելու համար։